միակ հայ առաքելական եկեղեցու պատմությունը Սուրբ Մարիա Մագդալինայի եկեղեցին է, հայ առաքելական եկեղեցին։ Սիրով ներկայացնում եմ ձեզ Կարո Ավագ Սարգսակ Պետրոսյանին եկեղեցու, Ավագ Սարգսակ, բարև ձեզ։ Համառոտ ներկայացրեք եկեղեցու պատմությունը, Մարիա Մագդալինայի պատմությունը։ Ողջունում եմ ձեզ բոլորին, ուրեմն Բելգիայի մենակ եկեղեցին է, որ կոչվում է Սուրբ Մարիամ Մագդալինացի, Սուրբ Մարիամ Մադլեն։ Մենք այս եկեղեցի ունեցել ենք 1990 թվականին 90 թվականին հիմնադրվել է։ Մայիս 6-ին։ Այո։ Եվ ներկա էր նորի Սուրբ Օծություն դերդեր Վասկեն առաջին գաթողիկոս եւ նորի Սուրբ Օծություն դերդեր Կարեկին առաջին գաթողիկոս Տանտելիասի։ Այո։ Եվ նաև պատմության մեջ առաջ անգամ Բելգիայի թագավորության ներկայությունը այստեղ էր։ Բելգիայի թագավորն է այստեղ ներկա եղել։ Եվ այդ օրն էր Վասկեն վեհապարը մեր հայրեն այբուբենը ոսկեդարերով նվիրեց թագավորին իր ներկայության համար։ Մենք այստեղ ամեն գիրակի բادرակ ունենք։ Մեր ժողովուրդը առնվազն 250 մարդ լեցվում այս եկեղեցի, ունենք 30-35 երջախումբ, ունենք 10-15 սարգսակ խորան, որ գզարային եւ եկեղեցի գտնվում է Ավնի Լյուզին զայրամասը, որը շատ սիրուն եւ շատ լավ թաղամաս է, այո, Բրյուսելի ամենալավագույն։ Եվ մենք ունենք ինչ որ մեզ դեղագացել են, մենք ունենք այստեղ համարյա 40,000 հայ Բելգիայում։ Բայց ասեմ նաեւ, այո, որպես հայ առաքելական եկեղեցի միակ եկեղեցին է այստեղ, բայց բացի դրանից մենք ունենք հիմա վերջերս երկու հատ եկեղեցի հայ գան, որը կաթողիկ եկեղեցին է, եւ մենք արել ենք եւ այնտեղ էլ բادرակներ մատուցում են, ամեն մեկ եկեղեցականը ունի իր զուխը եւ հոգեվարականը։ Մենք էլ այստեղ ունենք մեր այստեղի եկեղեցու հոգեհովիվ Դերզադիկ Վարդապետ Ավետիքյանը, որը գզարայի պաշտոնական այս սուրբ եկեղեցի է նաեւ ամբողջ Բելգիայի վրա։ Շնորհակալություն, ես ցանկանում եմ հայ համայնքին Բելգիայի որպեսզի իրենք միշտ լինեն մոտիկ մեր հայ եկեղեցուն եւ հայ մշակութային օջախներին եւ Աստված օգնական մեր ժողովրդին եւ Աստված օգնական եւ պահապան մեր պետություններին։ Համեցեք։ Ուրեմն նորից պետք է ավելացնեմ, որ այս եկեղեցու ջարդարաբեդը ինքը հայ է, Հայկ Մարտիկյան, եւ այս եկեղեցու գնմանի որպես ախտամարի ոճը այս եկեղեցի